Ողջույն սիրելի հայրենակիցներ, գաղափարակիցներ, Facebook-յան ընկերներ ջան։ Ուրեմն ես էզուր եթերի չամարա այս պահվա, որտեվ մի հատ շատ լավ տատիկի խնդրանքով է եւ սրանից մի ամիս առաջ մեր տատիկի հետ սենց մի քիչ բանավեճի տեսքով խոսակցություններ բան էինք ունացել, բայց երեք տատիկին հանդիպելուց հետո տատիկը ուղղակի խնդրեց, ամենան անկեղծությամբ եմ ասում, տատիկը խնդրեց, ասեց տղա ջան, ես քեզ հետևում եմ միշտ, շատ եմ հավանում քեզ բան, խնդրում եմ ասեց, որ մի հատ ուղիղ եթե կանես ու իմ շնորհակալությունս եւ հարգանքներս կփոխանցես իշխանությանը անձավարչապետին, դա ինձ համար մեծ ողջավորություն կլինի, ասի հարց չկա տատիկ ջան, խնդիրին չունա, մենք ուղիղ եթեր անելու ձեր շնորհակալությունը փոխանցելու խնդիրներ չունենք, բայց միջև շատ սիրելի տատիկի շնորհակալությունը փոխանցելը ես ուզում եմ մի սենց այսօր կադրերում հայտնված մի հատ արկաշացած երիտասարդի պահվածքին անդրադառնամ, որ այդ արկաշ երիտասարդի այդ փանթիությունը Հայաստանի Հանրապետության երջանկության սպառնալիքները Հայաստանի Հանրապետության պետականության, լինելության, խաղաղության, հայ մարդու հզորացման սպառնալիքները, այդ մի հազարավոր հայ մարդկանցից մի հատ սենց արկաշ կերպար են ընտրել, փնթի, թափթփված կերպար են փնտրել, գտել, ֆիքսել, երևի իրենց կողմից ուղղորդված ու իրանց համացածերում սենց ռեկլամ են անում, հերոսացնելով այդ արկաշ գյադին, սենց ռեկլամ են անում, դուխից են խոսում, այ համարձակությունդ, հələ ինչ համարձակության մասին է խոսքը, եթե այսօր Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատությունը հաստատված է, այդ խոսքի ազատությունը դա ոչ մեկը Կալուգայից Ռուսաստանից չի բերել, ոչ մի մերժված իր հոր տնից չի բերել։ Այս խոսքի ազատությունը, գիտեք, սա անձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեռքբերումն է, սեփական հարստությունն է այս պետության ժողովրդի համար, որ այո, եթե կան մարդիկ, որ չեն սիրում վարչապետին, անվաղ նայում են վարչապետի աչքերին եւ ինչ որ բաներ են ասում, չմտածելով, որ իրանց խանութը կփակվի կամ 5 րոպե հետո մասկավորված մարդիկ դուբինկեքով սամասուդի տակ կգցեն եւ ուղղակի այդ մարդը կամ իվալիդ կդառնա, սաղ կյանքի իվալիդ կապի, կամ էլ հակառակ դեպքում մի հատ հարմար զուգարանում այնքան ծեծ կուտի, որ կյանքից կզղվի, կմահանա, կմեռնի։ Սիրելի մարդիկ, այսօր մենք տեսանք, որ իրական Հայաստանի Հանրապետության իրական առաջնորդը, իրական ընտանիքի, իրական տղեն շփվում է տարբեր քաղաքներում, շփվում է իր ընտանիքի անդամների հետ, իր ընտանիքի մեծերի հետ, փոքրերի հետ, փոքրիկ բալիկների հետ, միջահասակ մարդկանց հետ, մի խոսքով, իրական ընտանիքի իրական առաջնորդը, իրական ընտանիքի իրական տղեն շփվում էր իր ընտանիքի անդամների հետ։ Եվ ընտանիքի անդամների ցավը տանեմ, շատ մեծ տպավորություն ունեմ, շատ հպարտացած եմ, ուրախացած եմ, տեսնելով իրենց ժպիտները, իրենց անկեղծ ժպիտները, իրենց վերաբերմունքը, իրենց ընտանիքի տղու նկատմամբ, իրենց հարգանքը, բարձր մակարդակի հարգանքը, եւ այսօրվա իրական Հայաստանի Հանրապետության իրական առաջնորդի, իրական առաջնորդի, իրական հզոր առաջնորդի շփումը սեփական ընտանիքի անդամների հետ, հարյուրավոր մարդկանց հետ շփվելուց, հազարավոր մարդկանց հետ շփվելուց, ողջունելուց, լուսանկարվելուց, ջան ասելուց, ջան լսելուց, չգիտեմ, նարդի խաղալուց, բլոտ խաղալուց, հետո հայտնվում է ինչ որ մի հատ կրպակ, որտեղ մի հատ փանթի վիճակով մի հատ արկաշացած երիտասարդ սենց ռեկա ուզում բռնի։ Ասեմ, որ դուք ռեկ ընկակ, մերժված ես հայ մարդու կողմից մերժված եւ օտարերկրյա օլիգարխների այդ փանթիների սոցցանցերում, հիմա քեզնից մի քիչ, քեզնից ոչինչ չասող տերապ կա, քեզ մտի տղու կերպարի մեջ, որ բան է, էլի նենց դու կազ այդքան ռեկ ընկար։ Գիտեք ինչ, դեք կոմենտներում տեսնում եմ, ասում են, էսա սրա խանութը կփակվի, էսա սրա, արա, ուրեմն անգաշներ տուղարեք, ոչ մեկի խանութը Էզոտ տարվա ընթացքում ոչ փակվել է, ոչ է կփակվի։ Ոչ մեկ էզոտ տարվա ընթացքում իրենց շքամուտքի մոտ ոչ դիմավորվել է, ոչ է կդիմավորվի։ Էզոտ տարվա ընթացքում ոչ մեկը իր անբարոյական կերպարի համար
Մասկավորված մարդկանց կողմից սամասուդի չեն ենթարկվել, զուգարանում ծեծուտելով չեն մեռել, սամասուդի չեն ենթարկվել եւ իվալի չեն դարել։ Գիտեք ինչի համար, որովհետեւ այս խոսքի ազատությունը անվախ, անվախ, բարձրաձայն խոսքի ազատությունը դա վարչապետ Նիկոլ իրական Հայաստանի Հանրապետության իրական հազոր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեռքբերումն է։ Նորմալ է, թող հազար հոգուց մի հոգի հայտնվի ալկաշացած վիճակով, որ իրան փնթի նման պահի, նորմալ է, առանց այդ մեկ փնթի անհետաքրքիր կլինի, ուղղակի անհետաքրքիր կլինի, դե իր հետաքրություն ունի, նորմալ է, ձեր այդ փնթին, այդ ալկաշին, դες մի հերոսացրեք ձեր սոցցանցերում։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցեն մեր պապիկ տատիկները, կեցեն մեր փոքրիկները, կեցե հայ մարդը եւ կեցե մեր բալիկների երջանկության միակ երաշխավորը, մեր բալիկների զարգացման, հարստացման, հզորացման, բարգավաճման, երջանկության միակ երաշխավորը եւ այդ միակ երաշխավորը դա խաղաղությունն է, ու այս խաղաղությունը իրական Հայաստանի Հանրապետության իրական առաջնորդի 24 ժամվա քրտաջան աշխատանքի արդյունքն է։ Այս խաղաղությունը մեր փոքրիկ բալիկների երջանկության երաշխավորին, այսինքն խաղաղությանը, ոչ ոք կալուգաներից, Մոսկվաներից հետները չեն բերել, ոչ մի մերժված փնթի Հայաստանի Հանրապետության ներկայի եւ ապագայի սպառնալիք իրանց դղյակներից չեն բերել։ Այս երաշխավորությունը հայ մարդու երջանկության, հզորացման, ուժեղացման, բարգավաճման միակ երաշխավորը սա իրական Հայաստանի Հանրապետության այ մեր տատիկ պապիկների, մեր այսօրվա պապիկների, որ իրական Հայաստանի Հանրապետության առաջնորդը նարդեր խաղում, այդ պապիկների ծոցից հելած առաջնորդի տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության եւ հայ մարդու, հայ մեր պապիկների եւ մեր բալիկների շահը ամենից վեր դասելով այդ տարիների քրտաջան աշխատանքի արդյունքն է։ Ու այսօր երեք չառաջորը եւ վաղը չէ մյուս օրը հավերժ եւ հավիտյան այս հարստությունը վայելելու են ամեն մի հայ մարդ։ Այս հարստության պտուղներից օգտվում եւ օգտվելու է ամեն մի հայ մարդ։ Սա սրա վերաբերյալ։ Ինչ տատիկի շնորհակալությունն ինձ կանք։ Նախ սկսենք իմ ու տատիկի շփումից, թե ինչ շփում ենք ունացել, մեր խոսակցությունը որտեղ է ավարտվել եւ երեք տատիկը ինչ տրամադրություն ուներ եւ իր շնորհակալությունները ոնց էր փոխանցում։ Սրանից 1.5 ամիս առաջ մի հատ ծանոթ տատիկի հետ աշխատանքի բնույթով տատիկին ամեն օր տենում եմ մի հատ X տեղը ու տենց ես քանի որ սիրում եմ մանավանդ տատիկ պապիկների հետ երկար շփվելը, զրուցելը, իրենց լսելը, իմ իմացած ինֆորմացիան, ճշմարտությունը մեր տատիկ պապիկներին իմ գյուղավարի հասարակ լեզվով մատուցելը իրոք շատ եմ սիրում մեր տատիկ պապիկների հետ ժամերով զրուցի բռնկվել ու ինձ շատ հետաքրքիր է դա ես դրանից նաև համ ուժ եմ ստանում համ տրամադրությունը զաբարձանում համ էլ հաճույք եմ ստանում մի խոսքով գործի բնույթով մի հատ X վայրում մի հատ լավ տատիկ կա որ ամեն օր տատիկին տենում էի ու տենց խոսում անընդհատ խոսում ենք քան պարքեվավճարներից խոսք ընկավ մեր տատիկ ասում է բալա ջան այսքան պարքեվավճարներ են իրանք իրանց տալիս բա մեր թոշակները ցավը տանեն բա սենց կլի բա նես կլի նիկոլի ցավը տանեմ բա մենք իրան ընտրել ենք իրան հավատում ենք բան ասում եմ տատի ջան տես այս պարքեվավճարները սրանք որ սենց բոլոլա են սարքել ու ձեզ ուրիշ խոսակցություններով սենց բան են անում ներվայնացնում են ձեզ Ուրեմն տեսեք, այդ պարքեվաճարը չի ստացել 1, 2, 3 հոգի, այդ պարքեվաճարը ստացել են հազարավոր մարդիկ, բայց այդ մարդիկ բերում են մենակ պատգամավորների մեկ է մի քանի նախարարի վրա են պիտակավորում, բայց ասում եմ այդ պարքեվաճարները հազարավոր մարդիկ ստացել են։ Նախ այդ պարքեվաճարները, որ տարի մի հետ հազարավոր մարդիկ ստանում են, ցավները տանեն, ձեր կողմից մերժված
այդ ածական ունեցող մարդիկ ամեն ժամում են այդքան իրանց գրպանել, ամեն ժամում գրպանել են այդքան գումար Հայաստանի Հանրապետությունը իրենց ազնական հարստության համար աշխատացնելով։ Բայց ասում եմ տատի ջան, դե տես էլի, այն վաղ թել այս 10,000 դրամը հունիսի մարտ ապրիլին որ 10,000 դրամ ավելանում է, հելա պետությունը իշխանությունը չէր հայտարարել։ Բայց առողջապահության ոլորտը գործում էր, արդեն օրենք ընդունված էր, ասում եմ տես տատի ջան, հիմա խոսում ենք թոշակի բարձրացումներից, օքեյ, 10,000, 5,000, 20,000 դրամով թոշակը ասենք բարձրանում է, օքեյ։ Բայց ասում եմ այսօր կառավարությունը մի հատ այնձև ծրագիր է մշակել, որ դու տատի ջան, որպես հաշվառու, որպես թոշակառու տատիկ, Աստված չանի դու ունենաս առողջական խնդիրներ, բայց եթե դու ունենաս առողջական խնդիրներ եւ չունենաս հարուստ ժառանգներ, տատի ջան, դու պետքա անհամբեր սպասես, թե անտեր մահը եփա չոքում քո դուռը։ Դու պետքա նստես եւ անհամբեր սպասես, թե մահը եփա գալու եւ չոքի քո դուռը։ Եվ քո իշխանությունը ասում եմ, այսօր քեզ զրկել է այդ սպասումներից, որ չարաբաստիկ հիվանդությունը վրա հասնի ձեզ, դուք էլ չունենալով հարուստ ժառանգներ, նստեք եւ սպասվեք մահվանը, թե մահը եփա գալու ձեր դուռը։ Ասում եմ ո՞նց։ Ասում եմ տատի ջան։ Ու բացատրում եմ, ասում եմ այ ձև։ Եթե տեսողության խնդիր ունենաս Աստված չանի, իշխանությունը, պետությունը քո տեսողությունը վերականգնելու համար վճարելու է 500,000 դրամ կլինի, 1 միլիոն կլինի, 2, 4, 5, 6 միլիոն կլինի, ասում եմ, եթե դու ունենաս մի հատ առողջական խնդիր, որ չունենաս հարուստ ժառանգներ, անկախ նրանից թե առողջությունը վերականգնելու համար ինչքան գումար պետք կլինի, դու զրո գրպանով մտնելու ես հիվանդանոց, քո առողջության համար, քո բուժման համար, քո թանկ առողջությունը վերականգնելու համար պետությունը վճարելու է եւ մեր շատ սիրելի բժիշկներն էլ քեզ բուժելու են եւ զրո գրպանով դուրս ես գալու։ Այնձև չի, որ դու պետքա նստես, աղոթես Աստծուն, սպասես փառքին, կամ էլ անհամբեր սպասես, թե մահը եփա չոքելու քո դուռը։ Ասում եմ, այ իշխանությունը քո թոշակը դու զգալու ես, որ ոչ թե 5-10,000 դրամով ավելացրել, այլ 100, 200, 300, 400, 500,000 դրամով ավելացրել։ Չէ ասում այ ինձ նալիշնի փող է պետք, ես կուզենամ, էդի սուտի բաներ ա, ես դրան չեմ հավատում, մեր շատ սիրելի տատիկն ասում չէ, ես դրան չեմ համարում, ես ավելի լավ էր ինձ համար, խոսք օրինակ 10,000 դրամ թոշակը ավելացել էր։ Չնայած հիմա արդեն ավելացել է սիրելի տատիկ, այդ 10,000 դրամը, ոչ թե մենակ 10,000 դրամ, նաև եթե դու քարտով ես օգտվում, առևտուր անում, պլյուս մի հատ 8-9,000 դրամ ավելանում, արդեն քո թոշակ ավելացել է 19,000 դրամ, 36,000 դրամանոց թոշակը ստացողը արդեն ստանալու է 46-56,000 դրամ, սիրելի տատիկ ջան, հասկացաք, եւ նաեւ ուզում եմ ասեմ, որ 2018 թվականից մինչեւ առեսօրս մեր սիրելի տատիկ պապիկների թոշակները ավելացել է գրեթե 200%-ով։ Լավ, չերկարացնեմ, տատիկի շնորհակալության պահն է գալիս։ Երեք տատիկին տեսա, մի 15 օր այդ կնիկը չկար, գնում էի, օրա տենում էի այդ կնիկը չկա, ասում եմ, օրա տենաս է սուր այս կնիկը, այս 10-15 օրա չի երևում։ Երեք տեսա, գոռում ասում, մանվել ջան, օրա վայ տեսա տատիկն, ասի տատի ջան, լույս քու տեսնողին, այս ուր էիր այդ տնաշենի մարդ, այս 15 օրա քեզ չէի տեսնում, հենց արդեն անհանգստացած էի։ Ու տատիկը պատում, ասում բա տղա ջան, վատացա, ասում զանգեցի, սա ֆանտազիա չի, սա իրականություն, ասում զանգեցի, տատիկն է մենակ ապրում։ Մի հատ աղջիկ ունի, ասում մի հատ աղջիկ ունեմ, ամուսնացել է, ինչ որ Մոսկվա է ապրում, բայց ասում ոնց որ այդքան հետը կապել չունի, էլի։ Տենց գնացել է, երևի դե ելնում են, չէ՞, մեր իրականության մեջ այդպես ժառանգներ կա, որ սյո ամուսնանում թողում գնում են, իրանց կյանք ապահովում, բան անում, իրանց ծնողներին են մոռանում։ Կան, այդ ձև ժառանգներ կան։ Եվ մեր տատիկը հենց այդ ամբախ տատիկներից է, որ այդ ձև ժառանգ ունի, մի հատ աղջիկ ունացել, ամուսնացել, թողե գնացել է, ու հենց մենակ միայնակ տատիկա իր հոգսո դարդով ապրող, իր հալակրտնքով աշխատող, ապրող տատիկա, ոբշեմ, sense կանչեց, ասում մանվել ջան, վերջ չկանչեցի, սրտի խնդիր ունացել, սկորին եկավ տարավ հիվանդանոց, հա, ու ասում բոլոր բուժումների անվճար ստացա, սրտի վրա ստենդ են դրել։ Նաև տատիկին տեսողության խնդիր ունացել, չեմ ասում տենց շատ դուրս տեսողության խնդիր, բայց տեսողության խնդիր ունացել, նաև տատիկի սիրտն է սկսել աշխատել, ինչքան եթե չեմ սխալվում, ստենդ են դրել սրտից վրա, հիմա ինձ շատ լավ եմ զգում, շատ առողջ եմ զգում, թեթև եմ զգում, նաև տեսողության հարց է ունացել, տեսողության հարցն էլ է լուծվել։ Ու sense փաթաթվել ասում տղա ջան, ասում դու ճիշտ էիր ասում,
որ անտեր հիվանդությունը գա չոքի դուրս, անհամբեր պետք է մահվանը սպասեմ, թե մահը երբ է վրա հասնելու, բայց ասում է, դու ճիշտ էիր ասում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդունված իշխանության, պետության ընդունված, կառավարության ընդունած այս փոփոխությունը առողջապահության ոլորտում ինձ զրկել այդ հնարավորությունից, որ ես չունենալով հարու ժառանգներ, որ հիվանդությունը վրա հասնի, ես պետք է անհամբեր սպասեմ, թե մահը երբ է գալիս իմ հետևից կամ փառք տամ Աստծուն ու եւ սպասեմ Աստծո հրաշքների։ Ժորժ ջան, սա Աստծո հրաշքները այսպես է լինում։ Առողջապահության այս ոլորտի փոփոխությունը այո հենց Աստծո հրաշքա։ Աստծո հրաշքները սենց ալնեմ։ Աստծո հրաշքները սենց ալնեմ, ցավները տանեմ։ Ոբշեմ տատիկը տենց փաթաթվեց, արցունքներն ուրախությունից արցունքները աշկերը լցեց, փաթաթեց, գրկեց, պաչեց։ Ես էլ իրան փաթաթեցի, ասի տատիկ ջան, կարևորը որ դու քեզ լավ ես զգում։ Սենց մեծավար իրագայդիփա, ես Նիկոլիս ցավը տանեմ, այս Ազիզը թաղացնին, տատիկի լեզվով եմ ասում, այս Ազիզը թաղացնին, այնքան սուտի մուտի բաներ են ասում, ասում տղա ջան, այնքան սուտի մուտի մեզ բաներ են ասում, ասում թաղեմ սրանց, տատիկը իր մեծավարի օրհնակներն հնչեցնում, ու ասում Նիկոլիս ցավը տանեմ, ասում եմ տատի ջան, դե քո նման էլի կան մարդիկ, որ միջև չեն դառնում հաշվառու, ես անձամբ բոլոր տատիկ պապիկներին քաջ առողջություն եմ աղթում, ես իրանց ցավը տանեմ, մեր ուժը, մեր հպարտությունն են, մեր տատիկ պապիկները, մեր հարստությունն են եւ չտա Աստված, որ որևէ մեկը հաշվառու դառնա առողջապահության ոլորտում ընդունված այս օրենքին։ Թող մեր տատիկ պապիկները քաջ առողջ են, բայց ո մենք գիտենք, ցավները տանեն, որ մեր հասարակության մեջ առողջ մարդ շատ հիմա ես է գնամ, որ մի հատ ռենտգենինգն եմ ոտից գլուխ, կարող է էլի 2-3 հատ հիվանդություն հայտնաբերվի։ Ասեցի քեզ ինչա, քաջ առողջություն մեր տատիկ պապիկների, թող որևէ մեկը հաշվառու չդառնա, բայց ես վստահ եմ, մեր այն շատ սիրելի տատիկ պապիկները, ովքեր չեն հավատում այս օրենքին, ովքեր ասում են, սա ինչ է, մեզ պետք չի, ավելի լավ է 5000-10000 դրամով թոշակ ավելացել էր, մենք նալիշնի փողը վերցրել էինք, բայց հավատացեք, այ մեր այս տատիկի նման Աստված չտա, որ գա մի օր դուք եք հրաժարվելու եւ փոշմանելու եք, որ այդ ձև եք մտածել։ Փոշմանելու եք, սիրելի տատիկ պապիկներ ջան, բայց նորից եմ ասում, Աստված չտա, որ այդ խնդիրը դուք ունենաք։ Մի խոսքով մեր տատիկը իր շնորհակալություններ հայտնում իշխանությանը, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ շատ ափսոսանքով էր հիշում սրանից մեկ ամսվա քննադատությունը եւ անհավատությունը այս ամենի վերաբերյալ շատ մեծ ափսոսանքով էր հիշում ու ասում է որ ես 78 տարեկան կին եմ երևի սա կյանքից եթե ոչ առաջինը ուրեմն հաստատ երկրորդ սխալն էր որ ես այդպես անհավատով էի վերաբերվում մի խոսքով դե հիմա շատ ենք խոսած այդ տատիկի հետ տատիկը սրանից մեկ ամիս առաջ ուրիշ բաներ ասում 3 ուրիշ բաներ ասում եւ իր քաղցր շնորհակալություններ են հայտնում իշխանությանը ու ասում է վայ ես Նիկոլի ցավը տանեմ ու այս մերժված խոլիգան բանդիտներին կալուգացի Սամվելիկի Մոսվաբնակ օլիգարխին բանին մեծավարի իր օրհնակներն են ասում ես ինի ոնց էր ասում ես Ազիզը թաղացնին թե ինչ միտես մի բաներ էր ասում այդ թաղեմ սրանց էս այնը ինչ են ուզում մեզանից էսյանենա մի խոսքով լիքը տենց օրհնում էր եւ իր շնորհակալություններ հայտնում իշխանությանը քաջ առողջություն մեր տատիկ պապիկներին քաջ եւ նորից եմ ասում այսօր բոլոր մեր տատիկ պապիկները ովքեր չունեն հարուստ ժառանգներ չունեն փող չունեն հարուստ բարեկամներ եթե հիվանդությունը չոքի իրենց դուրը իրենք չեն սпасելու թե մահը երբ է գալու իրենց հետևից իրենք չեն նստելու փառք տան Աստծուն եւ սпасեն Աստծո հրաշքներին իհարկե փառք Աստծո մենք ամենքս ենք տալիս փառք Աստծո ու սпасում ենք Աստծո հրաշքներին բայց այդ Աստծո հրաշքները ստեղծվում է պետք է ստեղծես այդ հրաշքը որ հրաշքը գա եւ այդ հրաշքը ձեր սեփական իշխանության կողմից սիրելի տատիկ պապիկներ ստեղծված է եւ Աստված չանի դուք ինչ որ հիվանդություններով տարապեք դուք այլևս մահվանը չեք սпасելու անհամբեր որովհետեւ ձեր սեփական իշխանությունը զրկել է ձեզ այդ սпасում ներողություն զրկել է ձեզ մահվանը սпасելու իրավունքից եւ ձեր թանկ առողջությունը վերականգնելու համար ձեր սեփական պետությունը իշխանությունը վճարում է ձեզ պարգևելով թանկ առողջություն առողջ եղեք
երկար ապրեք, որտեղ ձեր առողջությունը, ձեր երկար ապրելը, ձեր կյանքը մեր ուժն է, մեր հարստությունն է, մեր հպարտությունն է, մեր կյանքն է, մեր կյանքի մի իմաստն է։ Կեցե իրական Հայաստանի Հանրապետությունը, կեցե անկախ, ինքնիշխան, ինքնուրույն իրական Հայաստանի Հանրապետությունը, կեցե իրական Հայաստանի Հանրապետության եւ հայ մարդու երջանկության, զարգացման, հարստացման միակ երաշխավորը, այսինքն խաղաղությունը։ Կեցե հայ մարդը, ով որ չի դառնում օտարի լանթերի, Հայաստանի Հանրապետության ներկայի եւ ապագայի սպառնալիքների կեղծ սիրահական խոսքերի գայթակղության գերին։ Կեցե հայ մարդը, կեցե հայ մարդու սեփական ձեռբերումը, կեցե հայ մարդու ծոցից ծամված իրական իշխանությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է կապի մեջ։ Տատիկի շնորհակալությունը ուզում եմ մի քիչ ավելի գրակի ձևով հայտնեմ, բայց թե ստացվեց այնպես, ինչպես ստացվեց մարդիկ ջան, մենք մեր ձևով, սենց գյուղաբարի հասարակ լեզվով, բա կալուգացի Սամվելիկ, Մոսկվա բնակ օլիգարխ, Հայաստանի Հանրապետության հարստությունը 2 կոպեկ գրոշների դիմաց սեփականացրած եւ անձնականը ընտանիքի հարստության եւ հաջողությունների համար աշխատացրած ստահակ, գիտեք թե դուք մենակ ձև ունեք, մեր ձևի դեմը խաղ չկա, որովհետեւ մեր ձևը մեր պետությունն է իր ամբողջական շահերով։ Մեր ձևի դեմը խաղ չկա եւ դուք օրեր եք հաշվում։ Բերանը ծուրտիկ են գադեն, պրիվետ ռոբիկն էր օրեր հաշվում, մնաց 40 օր, մնաց 30 օր։ Հիմա դուք եք օրեր հաշվում, մնաց 100 օր։ Հունիսի 7-ին ձեր գործնեությունը հայ մարդու երջանկության սպառնալիքներ, հայ մարդու հզորացման, ուժեղացման, զարգացման, հայ մարդու ազատության սպառնալիքներ, հայ մարդու սեփական պետությունում հայ մարդու իշխանության ճակատագիրը որոշելու սպառնալիքներ, հայ մարդու ազատ անվախ, ազատ խոսքի արտահայտվելու սպառնալիքներ, հայ մարդու իր սեփական պետությունում արարելու, աշխատելու, ներդրումներ անելու սպառնալիքներ, ազգային անվտանգության սպառնալիքներ, հունիսի 7-ին կալուգացի Սամվելիկ, 7 գլխանի վիշապ պրիվետ ռոբիկ, բերանը ծուրտիկ խոխա, կես մետրանոց չիբուրաշկա, հունիսի 7-ին հայ մարդը ստանձնելով դատավորի դերը ձեր դատավճիռը կայացնելու է, հունիսի 7-ին քաղաքական մակարդակով տասնյակ տարիներով հայ մարդու ծծածարունը ձեր բերանից վարակետի նման հոսելու է, հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում վերջնականապես հաստատվելու խաղաղություն։ Հունիսի 7-ին ձեր գործունեությունը, ձեր լինելությունը կասեցվելու է Հայաստանի Հանրապետությունը։ Հունիսի 7-ին տասնյակ տարիներով սպասված հայ մարդու վրեժի ժամանակն է քաղաքական մակարդակով։ Հունիսի 7-ին տասնյակ տարիներով սպասված վրեժի իրագործման ժամանակն է քաղաքակիրթ մակարդակով։ Քանի որ Սիփան Ալոյանը fake էշ չի, Սիփան Ալոյան, դու ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինն ես, այս հարթակից դուրս, ռեալ հարթակում, քաղաքակիր մակարդակով ես կգամ քո հետևից։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Ստեսություն ձեզ։ Իսկ դու Սիփան Ալոյան։ Անհամբեր սպասի քաղաքական մակարդակով մեր հանդիպմանը։ Լավ է Ժորժան, կապի մեջ։